Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում դիվանագիտական լուծման հասնելու մեծ հնարավորություն կա, հայտարարել է երկրի արտգործնախարարը արդեն մի քանի շաբաթ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին, որ կհարվածեն Իրանին, եթե գործարքի չգնա։ CBS News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու եւ միջուկային էներգիա արտադրելու բոլոր իրավունքները, եւ մեկ բան միանշանակ է, եթե ԱՄՆ-ն ցանկանում է խնդրին խաղաղ լուծում տալ, ապա միակ ճանապարհը դիվանագիտությունն է, շեշտել է Արաղչին։ Կարծում եմ կա լավ հնարավորություն դիվանագիտական լուծման համար, որը շահեկան կլինի բոլորի համար եւ լուծումը հնարավոր է։ Այնպես որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա, դա չի կարող օգնել խնդրի կարգավորմանը եւ չի կարող ճնշել մեզ։ Իրանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ կողմերը հինգշաբթի կրկին կհանդիպեն Ժնևում, մինչդեռ ամերիկյան աքսիոսը հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի գրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպել, եթե առաջիկա 48 ժամում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի առաջարկը։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն Պարսից ծոցում մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել։ Ըստ լրատվամիջոցների 2003-ին Իրաքի պատերազմից հետո ԱՄՆ-ն առաջին անգամ է տարածաշրջանում ռազմական այսպիսի ներկայություն ունենում։ ԱՄՆ նախագահն օրեր առաջ հայտարարեց, որ քննարկում է Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու հարցը։ Կարծում եմ կարող եմ ասել, որ ես քննարկում եմ, դա հայտարարեց Դոնալդ Թրամփը առանց մանրամասնելու։ Թրամփի հատուկ բանագնացն էլ երեկ ասել է, թե Սպիտակ տան ղեկավարի մոտ հարց է առաջանում, թե ինչու Իրանը դեռ չի համաձայնել սահմանափակել իր միջուկային ծրագիրը, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն այդքան զորք է կուտակել Մերձավոր Արևելքում։ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե Թեհրանը շատ մոտ է միջուկային զենք ստեղծելուն։ Նրանք ուրանը հարստացնում են քաղաքացիական միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակից շատ ավելի, այն հասնում է մինչև 60%-ի։ Նրանք գուցե մեկ շաբաթից կարողանան արդյունաբերական մակարդակի ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ նյութ ունենալ, իսկ դա իսկապես վտանգավոր է։ Ու մինչ պատերազմի վտանգը դեռ դամոկլյան սրի պես կախված է Իրանի վրա, իրանցի ուսանողները շարունակել են ցույցերը, որոնք վերսկսել էին փետրվարի 21-ին, ոգեկոչելու տարվա սկզբին ցույցերի ժամանակ սպանված հազարավոր իրանցիների հիշատակը։ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտ բախումներ են եղել ուսանողների եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող Բասիջ կիսառազմական աշխարհազորի միջև։ Ցույցեր են անցկացվել նաեւ Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական եւ Թեհրանի համալսարաններում։ New York Times-ը գրում է, որ հունվարի սկզբին, երբ Իրանը բախվեց ցույցերի եւ ԱՄՆ-հարվածների սպառնալիքին, երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին երկրի կառավարման հարցում դիմեց իր վստահելի եւ հավատարիմ մարդկանցից մեկի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի օգնությանը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարներից է։ Ըստ թերթի, այդ պահից ի վեր երկիրը փաստացի ղեկավարում է 67-ամյա Լարիջանին, որը երկարամյա փորձ ունի նաեւ քաղաքականությունում։ Արդյունքում լուսանցքում է հայտնվել նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որը հրապարակավ ասում է, որ ինքը բժիշկ է, ոչ թե քաղաքական գործիչ եւ ոչ ոք չպետք է ակնկալի, որ կլուծի Իրանի բազմաթիվ խնդիրները։